Կգնա միջև վերջը ձեզ Գագիկ Ծառուկյանը, թե ինչ որ պահի կգնա Փաշինյանի հետ պայմանավորվածության։ Դուք արդեն այնքան չկաք, որ ձեր հետ քննարկեն։ Ձեզ ասում են դուք անում եք։ Երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությանը չէր խառնվում, նույն Փաշինյանի համար Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար էր։ Նիկոլ Փաշինյանին տուն կամ ԱԾՄ մեկուսարան ուղարկելու համար ընտրություններին պետք է զուգակցենք փողոցը։ Ինչու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչև հիմա անհայտ պահում իր վարչապետի թեկնածուի անունը։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն է։ Բարի երեկո, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ հրահանգեց ազգային անվտանգության ծառայությանը պետական դավաճանության հոդվածով քրգործ հարուցել ձեր կուսակցության падգամավորի թեկնածու երկրորդ համարը ներկայացնող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ Փաշինյանի այդ ելույթից, այդ հրահանգից 2 օր անց ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց, իսկ այսօր այս պահին, երբ իրականացնում ենք նկարահանումը, ազգային անվտանգության ծառայողները խուզարկում են Անդրանիկ Թևանյանի բնակարանը եւ նրան կարծես թե տանում են կալանքի։ Ինչու հիմա այս փուլում հերթական անգամ Փաշինյանը չբավարարվեց ընդդիմադիրներին ուղակի սպառնալով եւ այլ տվեց հրահանգ ուժային կառույցներին գնալ կտրուկ գործողությունների։ Տեսեք, ինֆորմացիան ամբողջացնեմ, այսօր առավոտյան դիմակայավորված անձինքներ խուժել են նաեւ մեր ցուցակի տասնյակում գտնվող այլ տեխնացուի գործող падգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն խուզարկություններ են անցկացրել մեքենայում, տանը, գրասենյակում, այսինքն քաղաքական հաշվի գործիքակազմը ամբողջ ծավալով գործում է, Թևանյանի գործ, դա հիշենք Արադ ցեմենտի պատմությունը եւ այլն։ Աննախադեպ է, երբ կարծում եմ ոչ միայն հայաստանյան պատմության մեջ, այլ նաեւ միջազգային համաշխարհային պատմության մեջ գրեթե վստահ է, որ նախադեպը չունի, երբ երկրի ղեկավարը լայվ ռեժիմով հանրահավաքի ելույթում իրավապահ մարմիններին ցուցում է տալիս։ Նույնիսկ նշում է այն հոդվածը, որով մարդուն պիտի մեղադրանք առաջադրեն կամ ուրեմն կալանավորեն։ Սա արդեն իրավունքի հետ բացարձակ կապ չունի, ակնհայտորեն գործ ունենք պետական ինստիտուտները արժեզրկելու եւ իրավապահ համակարգը պատժիչ մեքենայի քաղաքական հաշվի գործիքի վերածելու մասին։ Սա ակնհայտ բան է։ Երկրորդը 2024-ի բացահայտված հանցագործություն։ Ինչու եք հիմա ջերի երեսանում։ Այսպես կոչված հանցագործություն։ Կարող է օրինակ Անդրանիկ Թևանյանը չլիներ падգամավորի թեկնածու, ընդհանրապես մոռանայիք։ Տեսեք, կարող են ընդհանրապես Գագիկ Ծառուկյանը քաղաքական պայքարի մեջ չմտներ, ընդհանրապես այսօրը այո, մոռանային։ Իհարկե, որտեղ ինքը քաղաքական նպատակառություն է, վիրավական լոգիկայի մասին, գործի մանրամասների մասին ընդհանրապես չարժի խոսել։ Դե ասում եմ, կա պատվեր, մեկ մարդու կմահաճույք եւ հաշվի գործիքի վերածված իրավապահ համակարգ։ Խոշոր հաշվում թիրախում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Թիրախում մեր թիմն է։ Տեսեք։ Դա էլ ունի իր պատճառները։ Ինչը։ Մենք գիտեք, առնվազն 2 շատ տպավորիչ հանրահավաք ենք ունեցել Գյումրի, Աբովյան, շատ զանգվածային ելքեր ենք ունենում Երևանում, հենց մեկը 3 կենտրոն համայնքում մոտավորապես իմ հաշվումներով երրորդ առաջնորդողներից մեկն եմ եղել, մի 1000 մարդ մասնակցում էր։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս մեր հարաճուն աճը, ռեյտինգի, ամենաթարմ սոցիոլոգիական հարցումով 9% ենք, մենք մի քիչ ավելի մեր հարցումներով տվյալներ ունենք, մեր վարկանիշի մասին, եւ բոլոր հարցումները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի պարտությունը հավաքական ընդդիմությանը։ Այս բոլոր բաները այդ մարդու մոտ պարանոիկ բնավորություն ունեցող այս մարդու մոտ դիցներ վախեր, ֆոբիաներ եւ այլն եւ այլն։ Տեսեք զուգահեռաբար ինչ վարկած են առաջ քաշում։ Իշխանամերձ այդ տելեգրամյան կանալներ կան, Բաղրամյան 26 եւ այլն, շրջանառում են կեղծ տեղեկություններ, թե ինչպես է Անդրանիկ Թևանյանը հայտնվել մեր ցուցակում։
ինչ-որ ռուսական հետք են փորձում փնտրել եւ այլն։ Իրականությունը, քանի որ նույն սկզբունքով ես ու մեր կուսակցությունն ենք հայտնվել, ասեմ որ նա իրականությունը հետեւյալն է։ Ձևավորված էր առաջարկ Հայաստանի ծրագիր դեռ անցած աշնանը։ Տարբեր կուսակցություններ եւ անձիկ, այդ թվում Մայր Հայաստան ու դեմոկրատական այլընտրանքը դիմել են պարոն Ծառուկյանին ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով։ Պարոն Ծառուկյանը դաշինքային մասնակցության ֆորմատը մերժել է, բայց մեծ սիրով ասել է, որ մեր թիմերին եւ ինչպես նաեւ բազմաթիվ այլ պրոֆեսիոնալների տեղ կտա համամասնական ցուցակում։ Սա էլ պատմություն ունի թե Թևանյանը, թե ես 10 տարուց ավելի գործընկերային եւ մարդկային ընկերական հարաբերություններ ունենք Ծառուկյանի հետ, այսինքն 0-ից 1 օրում, 1 շաբաթում ձևավորված համախմբում չէր։ Եվ բնականաբար Անդրանիկ Թևանյանի անմեղության կանխավարկածն է խախտվել։ Բնականաբար մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտության պատասխանատվությունը ուրիշների վրա ձգելու համար բազմաթիվ լրտեսական դեպքերի մասին է բացահայտվել, բայց այդպես էլ որևէ դատական ակտ չունենք։ Այո, չկան այդ օրինական ուժի մեջ մտած վճիռները չկան։ Էս էլ է նույնը։ Պարոն Սուրենյան, տեսեք ինչ է Ինչի տեղի ես պատերազմից լուզեր ստախոսի հավատամ, ոչ թե իմ գործընկերոջ։ Դուք ասում եք լուզեր ստախոս, բայց դա Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն է, որը իհարկե Փաշինյանին ենթակա է։ Լուզեր Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածները իր քաղաքական հաշվի գործիքն են կամ իր գրպանի տուզիկները։ Հիմա այնինչ տեղի ունեցավ, ըստ էության քարոզարշավի 14-րդ օրը նման բան է տեղի ունենում, 14-15-րդ օրը։ Սա հարվածելու է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, թե ընդհակառակը ձեր շուրջ գուցե մոբիլիզացիա ապահովի։ Գիտեք, մենք դրա մասին չենք մտածում, որտեղ այն իմաստով չենք մտածում, որ մենք չենք շեղվելու մեր ստրատեգիայից ու մարտավարությունից, մենք բոլոր մեզ հասանելի միջոցներով աջակցելու ենք մեր թիմակցին, որտեղ կրկնում եմ, պատճառ չունենք անմեղության կանխավարկածը չարգելու կամ պատճառ չունենք մի լուզեր ստախոսի հավատալու, ոչ թե մեր գործընկերոջ փաստարկները։ Ես կարծում եմ, մենք մեր հասարակությանը համոզիչ կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը եւ մեր փաստարկների համոզիչ լինելը եւ ըստ այդմ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի պակասի կամ թուլանա մեր էլեկտորալ բազան։ Գագիկ Ծառուկյանի գործոնին եմ ուզում անդրադառնանք։ Տեսեք, 2021 թվականից հետո այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը քաղաքականությանը չի խառնվել։ Եվ երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությանը չէր խառնվում, նույն ԿՊԱ-ականների համար, նույն Փաշինյանի համար Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար էր, խոշոր կապիտալի սեփականատեր էր։ Հենց Գագիկ Ծառուկյանը որոշեց դարձյալ զբաղվել քաղաքականությամբ, նա դարձավ օլիգարխ։ Միանգամայն ճիշտ եք, նույնիսկ ամիսներ առաջ, որ դերևս մեր քաղաքական այցեքարտը իրենց համար պարզ չէր, այս նույն Telegram կանալները իշխանության գրպանում գտնվող մեզ կառուցողական ընդդիմության բան, այսպիսի կերպար էին գծում մեր համար։ Հետո երբ որ տեսամ, որ մենք շատ սկզբունքային դիրքերից հանդիսեկող ընդդիմադիր ուժ ենք եւ որ տեսամ, որ մեր մարտավարությունը բացառապես միտված է փոփոխություններին եւ իշխանափոխությանը եւ հենց զգացին, որ հավաքական ընդդիմությունը հատկապես երեք առաջատար ուժերի մասին են խոսում, համախմբման դեպքում կարող են փոխել իշխանություն, սկսեցին քաղաքական հաշվի փորձերը Գագիկ Ծառուկյանի դեմ։ ՀԱՕԿ-ի պատմությունը հիշեք, դա էլ է, չէ՞։ Մի փնթի Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվող աշխատակազմի ղեկավարը նրա ՄՕԿ-ի կանոնադրության խախտման, միջազգային օլիմպիական շարժման սկզբունքների խախտման որոշել է պետական լծակներով ՀԱՕԿ-ը պարզ ասենք խլել պարոն Ծառուկյանի ձեռքից կամ հայկական։ Էլ ինչը խլելուն կգնան Արարատ ցեմենտ, Արարատ ցեմենտ անոնսավորեց, ընդ որում ասեցին հեծի տարբերակով, այսինքն գործ ունենք սեփականության իրավունքի կոպիտ խախտման եւ սեփականության բռնի տոտալ
վերաբաժանման հետ, հա։ Այդ դեպքում դուք ասում եք մենք շատ սկզբունքային դիրքերից հանդես եկող ուժ ենք։ Այո։ Եվ դուք տեսնում եք, որ ձեր քաղաքական թիմի ղեկավարի նկատմամբ ձեր ձևակերպումն օգտագործեմ, տեսնում են քաղաքական հաշվեհարդար, նրա բիզնեսը նրա ձեռքից խլում են։ Կգնա միջև վերջ ըստ ձեզ Գագիկ Ծառուկյանը, թե ինչ որ պահի կգնա Փաշինյանի հետ պայմանավորվածության։ Ոչ, ես ամենայն պատասխանատվությամբ օրինակ Կարալատ ցեմենտը պահելու համար։ Ոչ, պարոն Ծառուկյանը արդեն հայտարարել է, որ հայրենիքը իր համար շատ ավելին է, քան գույքը, այսինքն որևէ գույք, որևէ ունեցված չի կարող ստիպել պարոն Ծառուկյանին, որպեսզի նա հայրենիքի շահերը անտեսի։ Իսկ բանտը։ Նույնիսկ բանտը որևէ կոմպրոմիս ԿՊ-ի հետ հնարավոր չի, մենք չենք շեղվելու երկրում փոփոխություններ բերելու, իշխանափոխություն իրականացնելու մեր օրակարգից։ Եթե անգամ Փաշինյանը որոշի միջև վերջ գնալու նեզրկման ճանապարհով։ Փաշինյանը նախ չի հասցնի դա անի։ Ինչը պետք է նրան խանգարի։ Կգնա տուն կամ կգնա իր բլոտինգեր Նայիրի Ունանյանի խոց։ Ինչպես կգնա պարոն Սուրենյանց, երբ մի ամբողջ երկիր հանձնեց ու չգնաց։ Ընտրություններով ամեն ինչին վերջ կա, գիտեք, անդադ չի կարելի, նույնիսկ վերջի կաթիլի էֆեկտ կա, չէ, որ լցվում է ենթադրենք սափորի մեջ եւ թափվում է։ Հիմա այդ սերիական խարդախին այլևս որևէ մեկը չի հավատում։ Նա ունի ամբողջ հավաքական արևմուտքի աջակցություն, ասում եք, այլևս որևէ մեկին չի հավատում, բայց նույն Եվրոպան եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են, որ Փաշինյանը վերընտրվի Հայաստան։ Նա Ալևի երջանիկ վասալն է եւ վայելում է այդ ձեր ասած արևմտյան նեոլիբերալ ուժերի խնամակալությունը, ավելի ճշգրիտ ձևակերպենք, բայց ես ուզում եմ ձեզ բան հիշեցնեմ, Օրբանին չփրկեց օրինակ Վենսի աջակցությունը։ Վենսը իր ազդեցությամբ եւ կարգավիճակով շատ ավելին է, քան եվրոբյուրոկրատիան։ Եվ Վրաստանում օպոզիցիային չօգնեց էլի այդ հավաքական արևմուտքի բովանդակ աջակցությունը։ Վրաստանի դեպքում մենք տեսանք այնտեղ ընդդիմադիր դաշտի շատ մեծ կոնսոլիդացիա, արդյոք նույնն է Հայաստանում։ Առաջատար կամ մագիստրալ ընդդիմությունը երբեք այսքան կոնսոլիդացված չի եղել միասնական օրակարգի մեր քաղաքական եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության։ Այո, առաջատար ուժերը, այո, կարծես թե խոսքս վերաբերվում է երյակի կամ մաքսիմում քառյակի։ Պարոն Սուրենյան, բայց կա 19 քաղաքական ուժ եւ կան ձայն փախցնողներ, որոնք գործում են այդ թվում եւ ընդդիմության դաշտում։ Նրանք չեն հաղթահարելու շենը։ 3 առաջատար ուժերի, լավ պայմանական ասենք քառյակ նաեւ միայն ուրախ կլինեմ։ Ասում եք քառյակ որ ուժի նկատի ունեք։ Դե այսօրվա հարցումներով միասնության թևերներ, ասում եմ միայն ուրախ կլինեմ, որ երյակը քառյակ դառնա։ Լավ ասենք 3-4 քաղաքական ուժերի հավաքական էլեկտորալ ռեսուրսները խոսում են երաշխավորված իշխանափոխության մասին։ Եվ ես վստահ եմ, որ բոլորիս կենտրոնական գրասենյակներում, շտաբներում կա համոզում, որ Նիկոլ Փաշինյանին տուն կամ ԱԱԾ մեկուսարան ուղարկելու համար ընտրություններին պետքա զուգակցենք փողոց, այսինքն ընտրություն գումարած փողոց միքս պիտի լինի։ Չի սպառել փողոցը Հայաստանում իրեն, որովհետև պարոն Սուրենյանց մենք տեսել ենք փողոցային տարբեր պայքարներ առանց վերջնարդյունքի։ Հիմա կենտրոնանում ենք հունիսի 7-ի վրա։ Բայց իշխանությունը որպես ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժ ունեք պլան B, հետընտրական զարգացում, փողոցային պայքար։ Իսկ եթե իշխանությունները ռեպրեսիաները շարունակեն, հələ սրան էլ գումարեն ընտրակեղծարարություն, ինչ պիտի անենք, պիտի հաշտվենք այդ իրականության հետ։ Կարծում եմ ոչ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե ուզում եք իմանալ, սա բացառիկ շանս է Նիկոլ Փաշինյանի խաղաղ հեռանալու։ Անցնցում եւ խաղաղ հեռանալու հունիսի 7-ը։ Դրա այլընտրանքը ո՞րն է։ Դրա այլընտրանքը ցնցումներով հեռանալն է։ Դա մի շաբաթ կտևի, մի ամիս, 3 ամիս, չգիտեմ։ Բայց դուք չեք տեսնում, որ իշխանության հետ գործ ունենք, որը ասելիք չունի։ Բայց ունի պետական ռեսուրս, որը ծառայում է իրեն։ Հասկացա, բայց այդ ասելիք եւ բովանդակություն չունեցող իշխանությունը շատ շուտով նույնիսկ դրսի գործընկերներին պետք չի գալու։ Դեռ ֆունկցիա կատարելուց հետո ինքը անպետք գործիք է դառնալու, ոնց որ իրանց ֆրակցիայի падգամավորներից մեկը։ Դրսի գործընկերների հետ կապված
Աստանայում ԵԱՏՄ նիստն է մայիսի 29-ին եւ ռուսական կողմը առհասարակ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաները շատ ուղիղ Հայաստանին ասում են կողմնորոշվեք ինչ եք անում կամ մնմեք ԵԱՏՄ-ում դա շանտաժ չի, եկեք հստակ ֆիքսենք։ Դա շանտաժ չի, ավելին ռուսական կողմը գնում է կոնկրետ գործողությունների Հայաստանից ծաղկի արտահանումը Ռուսաստան եւ ԵԱՏՄ երկրներ արգելված է, հայտարարել են, որ նաեւ Միրգ եւ Բանջարեղենի հետ կապված կան լրջագույն խնդիրներ։ Տեսեք, աքսիոմա է քաղաքագիտական եւ դիվանագիտական, որ որևէ երկիր երկու մաքսային ռեժիմի անդամ լինել չի կարող։ Հետևաբար, երբ որ անդադ մեզ դա հիշեցնում են, դա շանտաժ չի։ Դա Հայաստանի տգետ ուղեղի հետ խնդիրներ ունեցող վերնախավի բան հասկացնելու հուսահատ փորձ է։ Նաեւ մեր հասարակությանը ուղղված մեսեջ։ Հայաստանը ռեալ քայլեր է գործադրում նաեւ Եվրամիությանը ինտեգրվելու ուղղությամբ։ Իհարկե այդ անիրական պատրանքային օրակարգ է, բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օդապարիկը թուրք-ադրբեջանական ակցիանում գիշնի ոչ թե կոմֆորտ Եվրոպայում, բայց Եվրամիությունը նաեւ մաքսային միություն է, եւ առաջին հերթին մաքսային միություն է։ Հիմա մեզ Մոսկվայից զգուշացնում կամ նախազգուշացնում են, որ մեր ընթացքը բերելու է նրան, որ նրանք փոխելու են տնտեսական փիլիսոփայությունը, տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը, այսինքն ավելի պարզ ասենք, Հայաստանը զրկվելու է այն բոնուսներից, որոնք մեզ ապահովում են առաջին հերթին օրինակ էժան գազ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դա անում է ուղղակի այսպես մեկ լարի վրա խաղալու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը գիտի, չէ, որքան գումար է ԱՏՄ-ից գալիս Հայաստան, իսկ այդ գումարն իրեն պետք է նաև պարգևավճարներ տալու համար, ինքը գիտի, երբ փողը կտրվեց Հայաստանում կառաջանա սոցիալական բունտ, արդյոք ինքը կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Տեսեք, այստեղ կարևոր չի դու ինչ ես մտածում, երբ որ աշխարհակաղակական կենտրոններից մեկը սկսել է հստակ ասել, որ դու այլևս իր կենսական շահերին վնասում ես։ Իսկ եթե քաղաքականության վերանայում չլինի, քեզ դուրս կդնեն այդ միությունից, քեզ կզրկեն բոնուսներից։ Այդ ո՞նց է այս վախկոտ իշխանությունը Ալիևի ամեն պահանջից, չգիտեմ, այլայլվում կամ վազելով կատարում ամեն պահանջ։ Ձեզ թվում է Ռուսաստանը անգամներով ավելի ազդեցիկ Ադրբեջանից Հայաստանին չի կարող կոշտ երկընտրանքի առաջ դնել։ Իհարկե կարող է։ Իսկ այստեղ ասիմետրիկ հարաբերություններ են։ Քո ցանկությունները գիտեք ինչի նման է Հայաստանի իշխանության Նիկոլ Փաշինյանի, Արադ Միրզոյանի, մենք ապահարզան չենք ուզում, բան էս կարգի, չէ՞։ Հազար ներողություն եմ խնդրում, շատ նման է, երբ որ մանեկող կնոջի գործի վրա բռնում են, ասում ես բաժանվել չեմ ուզում։ Չի կարելի այդ կատեգորիաներով արտաքին քաղաքականություն իրականացնել։ Դուք ասացիք Ադրբեջանը Ալիևը ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանը կատարում է, այսօր առավոտյան ժամը 8-ին Փաշինյանն ասուլիս տվեց եւ չհերքեց, որ այո Տիգրանաշենի եւ անկլավների հարցում Հայաստանը պետք է որոշում կայացնի։ Տիգրանաշենը եւ ընդհանրապես անկլավները դրանք Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա ընկած տարածքներ են, որոնք հայ-իրանական եւ հայ-վրացական, որոնք մեզ համար ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց հետ հաղորդակցություն դրանք ընդհանրապես գյուղեր չեն։ Այս միաբջիջները չեն հասկանում, որ իրանց այս արտահայտություններով իրենց ավելի տխուր վիճակի մեջ են դնում։ Այո, դուք արդեն այնքան չկաք, որ ձեր հետ քննարկեն։ Ձեզ ասում են դուք անում եք, չեն էլ քննարկում, այո։ Այսինքն այս հարաբերական խաղաղ վիճակը միջև Փաշինյանն անցկացնի ընտրություններ, դրանից հետո արդեն հստակ պահանջել են։ Ալիևը ստեղծել է կոմֆորտ զոնա, որպեսզի նա վերարտադրվի եւ հետո կդնեն պահանջների մենյու Փաշինյանի առաջ, դա իդեպ վերաբերվում է թե համանդրության փոփոխությանը, թե անկլավների վերադարձին, թե 300,000 կամ թվի վրա եկեք չկերոնան։ Այսօր ասած երաշխավորում եմ 300,000 ադրբեջանցի Հայաստանում չի ապրելու։ Գուցե թիվն է ինքը, թիվն է կասկածի։ Հա, գուցե 280,000 ապրի։ Կարող 20,000 լինի, ինչ կապ ունի հայ-ադրբեջանական հակամարտությունը սահմանից ներս ենք մտցնում։
Թիվը ստեղ երրորդական է։ Իսկ պարզա չէ, կամ ինքը որ ասում է Հայաստան ինչի նկատի ունի։ Օրինակ տարածքներ է հիմա տալիս, կամ արդեն տարածքներ կան, որ տրված է 242 կիլոմետր եւ այլ։ Եթե դեղ են ապրում, դա Հայաստան չի։ Օրինակ, եթե հանձնի Տիգրանաշենը, որը ըստ էության Հայաստանի տարածքում է, չէ՞, եւ այնտեղ բնակեցվեն ադրբեջանցիներ։ Չեղա որ սահմանից ներս ադրբեջանցիներ են բնակեցված։ Գիտեք, ինքը բառախաղով տարբեր բաներ կարող է ասել։ Միջև վերջերս երթվում էին, պահատում էին, իրանց պատե էին տալի, պիկապից կտուր էր թռնում, կտուրից պիկապ ասում էր բանը, սահմանադրության փոփոխության հարց չկա, չէ՞, բանակցային օրակարգում։ Բացահայտորեն չեն փոխում սահմանադրությունը։ Այո, փոխում են Ադրբեջանը հերթական անգամ ասած խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե չփոխվի։ Աղավնի ասում էին Նիկոլ Փաշինյանը 2 տարի առաջ կրկնում եմ, ես իմ երբ չի ասել 2024 թվին ում է պետք խաղաղության պայմանագիրը, եթե չկան երաշխավորներ։ Ստորագրելուց 6 ժամ հետո Ալիևը կարող է խախտել այդ պայմանագիրը, բայց 2 տարի ընդամենը անցել։ Երաշխավորների ինստիտուտ հիմա ծաղրում են, չէ՞ մեզ, որ երաշխավորների։ Հիմա ասում են, երբ դուք երաշխավոր եք փնտրում, նաև ձեր ուժին են ասում, եթե երաշխավոր եք փնտրում, ըստ էության դուք ինչ որ մեկից մուրում եք, որ գա ձեզ օգնի։ Մենք չենք մուրում։ Մենք ասում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա ուժային դիսբալանս, եւ եթե չլինեն միջնորդներ իրենց երաշխիքներով, ինստիտուցիոնալ խաղաղություն կամ երաշխավորված խաղաղություն հաստատվել չի կարող։ Եվ բացի այդ, համաշխարհային պատմության վերջին առնվազն 250 տարին չգիտի մի կոնֆլիկտ, որը հանգուցալուծվել կամ կարգավորվել է առանց միջնորդների, մենք հեծանիվ չենք օրինում։ Բա այդքան ազդեցիկ երկրներ են Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Բա ինչ են Պակիստանի միջնորդության բանակցում։ Այդ չեն կարող, թե բան Նիկոլ Փաշինյանի խելքը չունեին։ Այն հրաշալի ֆիլմ ունենք, մենք ենք մեր սարերը։ Մեկ-մեկ որ Փաշինյանի ասածները լսում եմ խաղաղության մասին, ուղիղ բանակցությունների, հիշում եմ այդ ֆիլմի միամիտ հովիվներին, որ մի քանի երկրի անուն էին կարում ընդհանրապես թվարկել, հիշում եք երևի այդ կտորը այդ հրաշալի ֆիլմի, եթե նրանք գերջուկ միամիտ հովիվներ էին, սա նենգամիտ մանիպուլյատոր է, շատ լավ հասկանալով, որ երաշխիքների բացակայության պատճառով մենք վերածվելու ենք ադրբեջանական ենթապետության, ստով մանիպուլյացիայով կերակրումը հաջորդում։ Դրա համար եմ ասում, սերիական խարդախ է դարձել։ Եվ նորից վերադառնալով ընտրություններին, պարոն Սուրենյանց, ինչու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչև հիմա անհայտ պահում իր վարչապետի թեկնածուի անունը։ Գիտեք, նույն այնքան էլ անհայտ չի, հա, ասենք չենք պաշտոնականացնում կամ դրան։ Բայց ուղիղ հանրությանը չեք ասում, ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Եթե մենք ստացանք 50% գումարած 1%, ցանկացած ուժ ցկտում է դրան, անտարակույս մեր վարչապետի թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը։ Միայն 50+1-ը միանձնի հավաքելու դեպքում։ Եթե մենք ընդդիմադիր ուժերի մեջ առաջին տեղում լինենք, ակնկալենք, որ մյուս 2 կամ 3 ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացվեն մեր թեկնածուի դարձյալ պարոն Ծառուկյանի շուրջ։ Եթե ընդդիմադիր այլ ուժ եղավ առաջատարը, մենք մի կողմ կդնենք մեր բոլոր ամբիցիաները եւ կոնսոլիդացվենք իրենց վարչապետի թեկնածուի շուրջ։ Շատ պարզ է մեր մոտեցումը։ Այսինքն չբացահայտելու պատճառը, թեկնածուին չասելու պատճառը դա է։ Մարտավարական, այո։ Ընտրությունների արդյունքներին սպասենք, ի վերջո մեր անվիճարկելի եւ չքննարկվող լիդերը Գագիկ Ծառուկյանն է։ Բայց Գագիկ Ծառուկյանը պատրաստ է չլինել Հայաստանի վարչապետ եւ այդ տեղը զիջել կամ Սամվել Կարապետյանին կամ այլ թեկնածուին։ Եթե ընդդիմությունից այլ առաջատար եղավ, պատրաստ են քննարկել իրենց թեկնածուին սատարելու հարցը, սա գաղտնիք չի, շատ ակնհայտ մոտեցում է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմաթ մեդիայի եթերում զրուցակիցս Սուրեն Սուրենյանցն էր, այսքանը կհանդիպենք վաղը։